Past Info, Քրիստինե Հովհաննիսյան։ Past Info, հա։ Past Info, այո, Քրիստինե Հովհաննիսյան։ Լավ չի լսվում, մի քիչ բարձր։ Պարոն նախագահ, դուք բավական հանգամանալի խոսացիք Թրամփի ուղու հետ կապված վտանգների եւ այլն։ Ինձ հետաքրքիր է առհասարակ ինչու է հայ-ադրբեջանական օրակարգի գլխավոր հարցը հարաբերությունների կարգավորման դարձել ճանապարհների ապաշրջափակումը, եթե խաղաղություն է, սա ինքնին չպետք է ենթադրեր ճանապարհների ապաշրջափակում այդ թվում, օրինակ Վրաստանի եւ Իրանի հետ մենք նման համաձայնագրեր առհասարակ ունենք, թե ոչ, եւ քանի որ խաղաղության մասին ենք նաեւ խոսում, աշխարհում հիմա սպառազինությունների մրցավազք է եւ այդ մրցավազքից հետ չի մնում նաեւ Ադրբեջանը, ինչպես գիտենք, այս տարի ռազմական բյուջեն հասցվել է 5 միլիարդ 120 միլիոնի, եթե չեմ սխալվում, փոխարենը Հայաստանը կրճատում է ռազմական ծախսերը, սրա հետևանքների մասին կխնդրեի։ Երկու հարց ինչ որ ձևի միացրեցիք, հա։ Հիմա ավելի հստակ առաջինը։ Իհարկե, եթե ընդհանրապես պատերազմ հայտարարված չէր Ադրբեջանի նկատմամբ։ Իրականում ֆորմալ որ վերցնես, չես էլ հասկանում, թե խաղաղության պայմանագիրը ինչի մասին պետք է լինի։ Ամենից հետաքրքիրը, որ եղել է Հայաստանում հայտարարված ռազմական դրություն 20 թվականի 44 օրվա պատերազմի ժամանակ եւ մենք պարտվել ենք 92-94 թվականին ռազմական դրություն եւ մոբիլիզացիա չի արվել Հայաստանում եւ մենք հաղթել ենք։ Հետաքրքիր համեմատություն է, չէ՞։ Դուք այս հարցի պատասխանը ինձ դուք տվել եք։ Ես էլ լավ չեմ պատկերացնում, թե ինչի համար է այս ամենը։ Պայմանավորենք հետևյալը, խաղաղության պայմանագիրը եթե ստորագրվի, լավ է, բայց չի։ Մի բան եւս ամրացվում է մեկ փաստաթղթով։ Բայց եթե այդ փաստաթուղթը չունի երաշխավորներ, որևէ միջազգային մեխանիզմներ նախատեսված չեն, այդ փաստաթղթի խախտման դեպքում ինչ հետևանքներ է հասնելու, սա ոքի փաստաթուղթ չի։ Սա ավելի շատ, կրկնեմ, փաստաթուղթ է ընտրությունների համար։ Նախընտրական կառույցության փաստաթուղթ է, այլ ոչ թե խաղաղության վերաբերող փաստաթուղթ։ Երկրորդ հարցը հիշեցրեք։ Հա, զինվելը նայեք, տարակուսելի է ինձ համար, երբ նույն իշխանությունը հայտարարում է, որ աշխարհում խառնաշփոթ է, որ որևէ sense միջազգային կանոններ, օրենքներ չեն գործում, իսկապես այդպես է։ Հիմա եթե նայում ես ՄԱԿ-ին, երևի ավելի անճար կառույց, դժվար է պատկերացնել, ինչ որ մի հարթակ է, որտեղ սա գնում է խոսում են, բայց առանց հետևանքների։ Իդեպ ՄԱԿ-ը այստեղ մեղավոր չի, ՄԱԿ-ը ունի այն ուժը, ինչը պատրաստ են ՄԱԿ-ին տալ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան, Անվտանգության խորհրդի անդամներ, եվրոպացի առանձին չէ, բայց միասնական Եվրոպան, այո։ Այդ խոշոր ուժային կենտրոնները ցանկություն չունեն, ավելի ճիշտ Միացյալ Նահանգները այսօր ցանկություն չունեն ՄԱԿ-ին տալ այն ուժը, որը ենթադրում է ՄԱԿ-ի հիմնադրման փաստաթղթերը։ Հիմա այս վիճակում Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական բյուջեն, Հայաստանը փոքրացնում է իր ռազմական բյուջեն։ Ես բացատրություն չունեմ։ Դուք ինձ հարց եք տալիս, որը ասենց ողջամտության շրջանակներում հնարավոր չի բարձրաբանել։ Ես չեմ հասկանում ինչի է սա անում։ Կարող ենք միայն ասենց ենթադրության դաշտ մտնել եւ ասել հետեւյալը. դա անում է, որովհետեւ Ալիևը մի քանի անգամ ասել է, որ թույլ չտալու Հայաստանի միլիտարիզացիան, չէ՞ ասում էր։ Թույլ չենք տալու, զսպելու ենք եւ այլ։ Մենք չգիտենք փակ դռների հետևում իրենք ինչի մասին են խոսում։ Ինչ կարգի պարտավորություններ է
բանավոր ճանապարհով ստազնում Նիկոլ Փաշինյանը։ Հենց այդ պատճառով հայտնվում են հանրային խոսույթում այնպիսի բաներ, որոնց բացատրությունը մենք չունենք։ Որտեղ մենք պետք է ենթադրենք, թե ինչ է խոստացել, ինչ չի խոստացել, որտեղ մի բան, որ տրամաբանված բացատրություն չունի, սկսում ես ենթադրությունների դաշտ մտնել։ Ես այդ բացատրությունը չունեմ։ Անպատասխանատու քայլ է, որը չի բխում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ամրապնդելու շահերից։ Միգուցե sense մի քիչ ավելի ընդլայն եմ այս մասը։ Ընդհանրապես կայուն խաղաղությունը այն խաղաղությունն է, որը հենված է ուժերի բալանսի վրա։ Եթե խաղաղությունը հենված չի ուժերի բալանսի վրա, ուրեմն այդ խաղաղությունը կախված է կողմերից մեկի բարի կամքից։ Մենք պատրաստ ենք վստահել այդպիսի խաղաղությանը, որը կախված է օրինակ Ալիևի բարի կամքից։ Ես այդ բարի կամքը չեմ տեսել։ Այդ բարի կամքի տերը Բուդապեշտում հայ սպայի գլուխը կտրող զինվորականին հերոսի կոչում է տվել եւ հետո իր ինքնաթիռը ուղարկել է նրան տեղափոխելու համար Բուդապեշտից Ադրբեջան։ Մի բան կա էլի վրացական մի անգամ եթե չեմ սխալվում օգտագործել, ոչխարը սա կյանքը գելից էր վախենում, հետո չոբանի սեղանին հայտնել։